Արդարադատության նախարար Սրփուհի Գալյանը Սահմանադրական դատարանի շենքի մոտ լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում վստահեցրել է, որ EMAE կոդերի գրանցումը ամենևին էլ քաղաքացիներին վերահսկողության տակ պահելու միտում չունի եւ որ նախարարությունը հիմա աշխատում է անձնական տվյալների պաշտպանության նոր օրենսդրության մշակման շուրջ, որպեսզի կարողանան փարատել բջջային հեռախոսների գրանցման հետ կապված մտահոգությունները։ Գալյանը նորից շեշտել է, որ դա արվում է բացառապես ապօրինի կամ մաքսանենգ ճանապարհով հեռախոսների մուտքը Հայաստան արգելելու համար։ Կենսաչափական անձնագրերի ու նույնականացման քարտերի նոր համակարգի ներդրման գործընթացը աստիճանաբար թափ է հավաքում։ Հայաստանի քաղաքացիները առաջիկայում կունենան նոր կենսաչափական նույնականացման քարտեր, նորագույն անվտանգային պաշտպանիչներով եւ հատուկ մշակված դիզայնով։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի ներդրման գործընթացը ավարտական փուլում է եւ որ դրանք հասանելի կլինեն 2026 թվականի աշնանից։ Նոր համակարգի ներդրման նպատակը անձը հաստատող փաստաթղթերի միջազգային բարձր չափանիշներին համապատասխանության ապահովումն է, մասնավորապես քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության պահանջներին։ Ավագ դպրոցների ընդունելությունն առաջիկայում իրականացվելու է երկու փուլով հարցանց հայտագրմամբ ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնելով այն մասին, նաև տեսաուղեցույց են հրապարակել։ Առաջին քայլով պետք է մուտք գործել My-EMS հարթակ եւ բացել օգտատիրոջ էջը։ Եթե արդեն անցել եք նույնականացում եւ My-EMS հարթակում ունեք ձեր էջը, ապա պետք է սպասել հայտագրման մեկնարկին եւ ընտրել դպրոցը։ Հայտագրման մեկնարկը հուլիսի վերջին է։ Մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը երկարաձգվել է վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողությունը։ Զբոսաշրջության կոմիտեի պարզաբանել են, որ կառավարության որոշումը վերաբերում է Բահրեյնի, Սաուդյան Արաբիայի եւ Օմանի քաղաքացիներին, ինչպես նաեւ ԱՄՆ-ի, Եվրոպական միության, Շենգենյան գոտու երկրների, Արաբական Միացյալ Էմիրությունների, Բահրեյնի, Կատարի, Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի եւ Օմանի կաթության կարգավիճակ ունեցող օտարերկրացիներին, որոնք կարող են առանց մուտքի վիզայի սահմանված կարգով այցելել Հայաստան։ Հաստատված նոր ցանկից դուրս են մնացել Եմենն ու Սուդանը։ Ջրահեռացման եւ ռոռոկման համակարգեր են կառուցվում եւ վերակառուցվում մայրաքաղաքի 35 հասցեներում։ Փողոցներից երկուսում հիմնովին վերակառուցվում են հեղեղատարները։ Երևանի Հաղթանակ թաղամասի առաջին փողոցի երկրորդ նրբանցքում էլ կառուցվում է միջև այդ գոյություն չունեցած կոյուղատար համակարգ։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։